Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Այստեղ կգտնեք միայն փաստահեն եւ օբյեկտիվ տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն է հայտարարել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ հանդիպմանը։ Վերջինս նշել է, որ առավել ջանքեր է գործադրելու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Այս ամենակարևոր արձանագրումը, որ երկկողմանի պատրաստակամություն կա, եղել է, կա եւ կշարունակվի վստահ եմ, որ իսկապես մենք շարունակենք մեր համագործակցությունը նոր բնագավառներում, նաեւ օգտագործելով ստեղծված իրավիճակը Հարավային Կովկասում, որ արագ փոխվում է։ Ես հատկապես ի նկատի ունեմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նոր ժամանակաշրջանը։ Դուք նաև ողջունել եք այդ համագործակցությունը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը շատ գնահատելի է մեր կողմից։ Եվ վստահ եմ, որ հենց մեր ապագա համագործակցությունը պետք է լինի այդ ուղղությամբ, որ ավելի շատ ինտեգրենք մեր համատեղ ծրագրերը։ Ադրբեջանն օգտագործելով իր լոբբին եւ ազդեցությունը խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ստամբուլում տեղի հայկական լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին։ Սկզբից ասում էին, որ սահմանը չի բացվի մինչև Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծվի։ Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Դրանից հետո մեջտեղ բերեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Մենք բանակցեցինք, համաձայնության եկանք 17 կետերի շուրջ, նախաստորագրեցինք այն, ձեռք սեղմեցինք, բայց դրանից հետո էլ ոչինչ տեղի չունեցավ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկայիս փուլի, հնարավոր զարգացումների եւ Թուրքիայի վրա Ադրբեջանի ազդեցության մասին Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ կզրուցենք տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Իմ գնահատմամբ գործընթացը այս պահին ցավոք սրտի գտնվում է լճացման փուլում, որը պայմանավորված է բնականաբար թուրքական կողմի դիրքորոշմամբ, քանի որ թուրքական կողմը Հայաստանի հետ կարգավորման գործընթացը կարծես թե ի սկզբանե, բայց վերջին շրջանում հատկապես պայմանավորում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացով եւ քանի որ այս գործընթացում էլ կան եւս խնդիրներ, խոսքը Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի մասին է, այսինքն ճիշտ է կա որոշակի ուրեմն գործողություններ, որոշ գործողություններ Ադրբեջան-Հայաստան կարգավորման հարցում տարբեր քայլեր են իրականացվում, տարբեր նախաձեռնություններ են իրականացվում, խոսքը տնտեսական, հասարակական մակարդակում համագործակցության մեկնարկի մասին է, բայց այնուամենայնիվ այսպես խորհրդային առումով որպես այդպեսին գործընթաց չկա կարգավորման եւ դրա հանգուցալուծումն էլ, որը կարող է լինի ենթադրենք խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ եւ սահմանների բացմամբ եւ երկու հարաբերությունների այսպես ամբողջ համակարգի գործարկմամբ դրա հեռանկարը չկա եւ քանի որ Թուրքիան էլ մշտապես սկսած դեռևս 2021-22 թվականից, երբ որ գործընթացը ակտիվացավ Հայաստանի հետ, իրենք մշտապես որպես նախապայման ընդգծել են Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացը, տրամաբանորեն Թուրքիա-Հայաստան գործընթացն էլ այս պահին գտնվում է նույն լճացված շրջափուլում, քանի որ նախկինում դեռևս 2022 թվականին ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ մինչև այսօր էլ իրականացված չեն։ Մենք ունենք իհարկե որոշակի տեղաշարժեր, խոսքը օրինակ երկկողմ չվերթների մասին է, որը տեղի ունենում կան իհարկե ակտիվ շփումներ քաղաքական մակարդակում, այցելություններ, հայկական կողմից փոխայցելություններ, կարգավորման գործընթացի երկու երկրների կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների ներկայացուցիչների միջև, բայց այդ բովանդակային առումով օրինակ նույն սահմանի հետ կապված սահմանների բացման հետ կապված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, այն էլ այն դեպքում, երբ որ դրանք չէին ենթադրում
ամբողջական սահմանների բացում, այլ ընդհանրապես դիվանագիտական անձնագիր ունեցող կամ Սա ինչով եք պայմանավորում, պարոն Պետրոսյան։ Ինչու է Թուրքիան շարունակում փակ պահել սահմանը։ Ըստ Ալեն Սիմոնյանի դա Ադրբեջանի լոբբինգի արդյունքն է։ Այո, այդպես էլ կա, կրկնում եմ, տեսեք, ունենք փոխայցելություններ, ունենք բեռնափոխադրումներ իհարկե ավիա եղանակով դրա արտոնություններ, բայց հենց ցամաքային սահմանի առումով ունենք խնդիրներ։ Այստեղ կարծում եմ, որ դեռևս 2022 թվականից սկսած եղել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ընդհանուր ուրեմն գործողությունների պլան, որը ենթադրել է, որ կողմերը պետք է կարգավորման գործընթացը միաժամանակ իրականացնեն։ Այսինքն Հայաստանի հետ, Հայաստանի եւ Թուրքիայի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները պետք է միաժամանակ կարգավորեն։ Կարծում եմ, որ Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետեւ այդպես ուրեմն ըստ Անկարա եւ Բաքվի հաշվարկների ավելի հեշտ է երկկողմանի ճնշմամբ Հայաստանից ստանալ տարբեր հարցություններում, օրինակ որոշակի միակողմանի զիջումներ, հա, նույն օրինակ տեսեք, մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը ամենակարևոր խնդիրը, որ կար թե Ադրբեջանի, թե Թուրքիայի համար, դա Հայաստանի Սյունիքի մարզով ուրեմն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապի տրամադրումներ, որը ներկայում ուրեմն իրականացում է թրիպ նախաձեռնության ներքո։ Եւ թե Թուրքիան, թե Ադրբեջանը օրինակ մտածում են, որ Հայաստանին կարող են օրինակ այդ քայլին տանել եւ մաքսիմալ իրենց համար ընդունելի լուծումներով այդ պայմանավորվածությունը տանել, եթե երկկողմանի ճնշում տեղի ունենա։ Այնպես որ փոխադարձ համաձայնեցված ուղեգիծ է եղել եւ կարծում եմ, որ այդ ուղեգիծը չնայած որ օգոստոսի 8-ից հայտարարվել է, որ բազմաթիվ եւ գետնի վրա դրական տեղաշարժեր կան, այդ ուղեգիծը դեռևս շարունակվում է, քանի որ օրինակ բազմիցս թուրքական կողմից քարոզչական մակարդակում, իհարկե ոչ պաշտոնական մակարդակում, բայց եղել են տարբեր ուղերձներ, որ կարող է ենթադրենք հունվարին կամ մարտին, դեռևս 2022 թվականին ձեռքբերված պայմանավորություններ կյանքի կոչվեն, խոսքը վերաբերում է, այսինքն այդ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձնագիր ունեցող մարդկանց համար բացելով, բայց ինչպես տեսնում ենք, սա այլևս չի շարժվում։ Պարոն Պետրոսյան, թե Թուրքիան, թե Ադրբեջանը շարունակում են Սյունիքով անցնելիք այդ ճանապարհը Զանգեզուրի միջանցք անվանել, ասել, որ այն բացվելու է եւ այլն, նման հայտարարությունների նպատակը ո՞րն է, հատկապես հիմա, երբ խոսվում է խաղաղության գործընթացի մասին եւ որին դուք էլ հղում արեցիք։ Որովհետեւ թե Թուրքիայի տարածքում եւ թե Ադրբեջանի տարածքում այդ ճանապարհը կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Այսինքն, այո, Հայաստանի տարածքում այն ունի այլ անվանում, այն կոչվում է թրիպ, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքում այդ ճանապարհը մշտապես 2020 թվականի դեռևս սկսած կոչվել է Զանգեզուրի միջանցք։ Այլ հարց է, երբ որ այդ Զանգեզուրի միջանցք անվանում ինքը կիրառում նաև Հայաստանի հատվածի նկատմամբ, բայց այդ կիրառումները վերջին շրջանում էականորեն օգոստոսի 8-ից հետո 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո էականորեն նվազել են։ Հատկապես պաշտոնական հայտարարություններում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները, երբեմն նաև Թուրքիայի իշխանությունները Հայաստանի տարածքի մասին խոսելուց կիրառում են թրիպ ուրեմն նախագծի անվանումը, բայց ընդհանուր առմամբ նախագիծը որպես այդպիսին, որպես այսպես կոչված միջին միջանցքի մաս, ինքը ներկայացնում է որպես Զանգեզուրի միջանցք։ Այլ հարց է, որ մեզանում բնականաբար կա շատ մեծ զգայունություն այդ եզրույթի հետ կապված, այդ անվանման հետ կապված, որովհետև այն մշտապես ասոցացվել է Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններով։ Բայց օգոստոսի 8-ից հետո տրամաբանությունը նախագծի փոխվել է։ Իրանում առկա իրավիճակում Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ինչ փոփոխություններ են տեսանելի եւ ինչ կերպ է այն արտահայտվում Հայաստանի հանդեպ։
Շատ լավ հարց եք տալիս։ Թվում էր, թե պետք է այս իրավիճակով պայմանավորված Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականության մեջ որոշակի ակտիվություն նկատվեր, բայց հակառակ միտումն է նկատվում, այսինքն տեսնում ենք, որ Իրանով պայմանավորված, Իրանի վիճակով պայմանավորված, թե Թուրքիան, թե Ադրբեջանը այս պահին առավելապես կենտրոնացած են իրենց համար կենսական այլ խնդիրների լուծման, օրինակ Ադրբեջանի պարագայում երկիրը հնարավորինս ուրեմն թույլ չտալ այդ ռազմական գործողությունների մեջ ներքաշելուն, Թուրքիայի պարագայում եւս նույնն է, բայց գումարը դրան թուրքական կողմը օրինակ փորձում է քաղաքական եւ հեղինակության հետ կապված դիվիդենդներ ձեռք բերել դիվանագիտական հատկապես փորձելով որպես հարթակ միջնորդական կամ որպես միջնորդ դերակատար ներկայանալ, բայց Հայաստանի այդ քաղաքականության մասով փոփոխություններ ցավոք սրտի չեն արձանագրվում, որտեղ կրկնում եմ, գոնե այս տեսեք մի կողմից էլ օբյեկտիվ է, որ քանի որ կա այլ առաջնահերթություն տարածաշրջանում, բայց մյուս կողմից չպետք է բացառվեն զուգահեռաբար այն գնահատականները, որ տարածաշրջանում կարող է ստատուս քվո ձևավորվել, որում նոր ստատուս քվո ձևավորվել, որը կարող է ահագին բարդացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը, Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը։ Այսինքն Թուրքիայում թե Ադրբեջանում այդ գնահատականները կարծես այս պահին չկան։ Վերջին շրջանում իրավիճակը հանրային տրանսպորտում դարձյալ լարվեց, երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սպառնաց վարորդներին, որ եթե չմասնակցեն ուղևորցի հավաքագրմանը, ապա կզրկվեն արտաժամյա վճարումից։ Ավինյանը հայտարարել է, թե որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում նոր մեթոդը, այնուամենայնիվ հավաքագրման եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է։ Չվճարող մարդը աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն հələ մի հատ է ելույթներ ա ունենում, հələ մի հատ է հորթուբորթ ա գալիս, հələ մի հատ էլ ագրեսիվ ա։ Եվ մենք ենք մեղավոր, մենք բոլորս։ Նաև սիրելի երևանցիներ, ամենայն սիրով եւ հարգանքով բոլոր պարտաճանաչ քաղաքացիները։ Երևանում ավտոբուսի վարորդի են դանակահարել, ըստ նախնական տեղեկությունների վեճ է ծագել ուղևորի եւ վարորդի միջև։ Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում եւ դանակով հարված է հասցրել վարորդին։ Վարորդը թեթև մանրական վնասվածք է ստացել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ինչու է իրավիճակը լարված հանրային տրանսպորտում, ինչ խնդիրներ կան եւ ինչ լուծումներ են առաջարկվում։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանը։ Լեփլեցուն ավտոբուսներ, սպասող ուղևորներ, անվերջ խցանումներ։ Հանրային տրանսպորտը շարունակում է մնալ Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը։ Քաղաքապետարանը վերջին տարվա ընթացքում մի շարք բարեփոխումներ է կատարել համակարգում, այդ թվում բարձրացնելով ուղետոմսի գինը։ Մենք արդեն 20 րոպե սպասում ենք քեզ։ Տիգրան Ավինյան, հատուկ քեզ համար երիտասարդի ոտքերը դուրս են մնացել, մարդկանց ոտքերը։ Քեզ համար Տիգրան Ավինյան, մարդկանց ուղարկել ես, ասում ես թող խցկեն իրար վրա, այս ավտոբուսի անվտանգությունը, այս մարդկանց կյանքի անվտանգությունը ով է հսկելու։ Ինչու է այսպես գերծանրաբեռնված ավտոբուսներով մարդկանց տեղափոխում։ Երևանում հանրային տրանսպորտի համակարգում առաջացած խնդիրների հիմնական պատճառն այն է, որ որոշ քաղաքացիներ խուսափում են ուղևճարի փոխհատուցումից, նաև ճանապարհներն են ծանրաբեռնված։ Ավտոբուսը որպես համայնքային կառույց չի կարող իրեն թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպիսին որոշակի ուղևորների անվճար երթևեկություն։ Մի որոշակի ժամանակահատված մի փոքր ավելի հանդարտ մտնոլորտ էր, հիմա վարորդները օրդերում են, խնդրում են, ինչ-որտեղ պահանջում են քաղաքացիներից, որպեսզի իրականացնեն վճարումը։ Ընդհանուր բեռնվածության խնդիր կա առհասարակ մայրաքաղաքում։ Դրա պատճառները տարբեր են, խցանումների արդյունքում տրանսպորտային միջոցների եւ դեպքում ավտոբուսների ուշացումներ։ Պետք չի նյարդայնանալ, պետք չի ավել որևէ բառ եւ նախադասություն ասել, երբ որ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը եւ պահանջի, որ կամ վճարի, կամ ավտոբուսից իջնեն։ Եվ մնացյալ քաղաքացիներին խնդրում եմ աջակցել վարորդին այս գործում։
Քաղաքացիների խնդիրը ավտոբուսի մեջ տեղավորվելն է, հաջողության դեպքում գուցե նստելը, քաղաքապետարանինն ու Երևանի ավտոբուս փակbarzնետիրական ընկերությանը վճարման համակարգը։ Քաղաքացիները պետք է վճարեն իրենց մատուցված ծառայությունների դիմաց։ Պիտի արձանագրենք, որ մարդիկ շարունակում են երթևեկել նույն անմարդկային պայմաններում, խցկված, շատ դեպքերում էլ հնարավոր չի լինում տեղավորվել։ Այդ դրանից որ քաղաքային պլանավորում գոյություն չունի, իրենք իրականացնում են ընթացիկ ընդհանրապես կառավարում եւ քաղաքացին նախկին 100 դրամի փոխարեն եթե այժմ վճարում է 150 դրամ, իսկ տրոլեյբուսի դեպքում 50 դրամի դեպքում 150 դրամ, միևնույնն է ծառայության որակը չի ավելանում։ Բնականաբար նաև շարժակազմերը չեն բավականացնում։ Մայրաքաղաքի համայնքային ավտոբուսային երթուղիներում աշխատանքային օրերին շահագործվում է 713 միավոր շարժակազմ, ոչ աշխատանքային օրերին 563, իսկ քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային համալրումը, բայց արդյոք այստեղ խնդիրը միայն ավտոբուսների քանակն է։ Խնդիրը ոչ թե միայն շարժակազմի համալրումով է լուծվելու, այստեղ խնդիրը այլտեղ է։ Քաղաքը իրենք անհամաչափ մեծացնում են։ Իրենց իսկ խոսքերով քաղաքի բնակչությունը շուտով կլինի 1.2 միլիոն։ Այսինքն 5-10 տարի առաջվա չափումները, թե ինչքան շարժակազմ է պետք, նաև փողոցների թողունակությունը, լանքերը, արդեն արդիական չեն, որովհետև քաղաքը մեծացել է, բնակչության թիվը մեծացել է։ Կարճ թիվ ասեմ, վերջին 5 տարում բաժանվել է 17,000 մեծ ու փոքր, վերջին 6 տարում 21,000 մեծ ու փոքր շինթույլ տվություն։ Դա նշանակում է քաղաքի մեծացում եւ ենթակառուցվածքների ճգնաժամ, սկսած ջրամատակարարումից, ջրահեռացումից, տրանսպորտից, էկոլոգիայից եւ այլն եւ այլն եւ այլն։ Մայրաքաղաքի բնակչությունը տարեստարի ավելանում է, զուգահեռաբար ավելանում է հանրային տրանսպորտից օգտվողների թիվը։ Ինչպես լուծել խնդիրը։ Մեր հիմնական խնդիրը կայանում է, որպեսզի հանրային տրանսպորտը էականորեն ավելի հարմար դառնա, քան մարդատար ավտոմեքենայով տեղաշարժվելը Երևան քաղաքում։ Եվ իրականում մեր բոլոր ծրագրերը, այսպես թե այնպես, փոխկապակցված են այս նպատակի հետ։ Որովհետև եթե օրինակ մեկ ավտոմեքենան 1 կամ 2 մարդ է տեղափոխում, մեր մեկ ավտոբուսը 60-ից 80։ Եվ ստացվում է, որ մեկ ավտոբուսը կարող է 60 ավտոմեքենա փոխարինել։ Դե ավտոբուսները քանի մեքենայի կարող են փոխարինել, այդքան էլ հստակ չէ։ Հստակ է սակայն մեկ բան. Երևան քաղաքում հանրային տրանսպորտի հարցը պետք է մնա երկարաժամկետ քաղաքային պլանավորման օրակարգում։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Եղիսաբեթ II, նրա կյանքը ոճի մեջ, այսպես է կոչվում Բուքինգհեմյան պալատի թագավորական պատկերասրահում բացված նոր ցուցահանդեսը, այն նվիրված է հանգուցյալ թագուհու նրբաճաշակ ոճին և կազմակերպել է նրա ծննդյան 100-ամյակի առթիվ։ Լեգենդար միապետ Եղիսաբեթ II-ի ծննդյան 100-ամյակի առթիվ Բուքինգհեմյան պալատի թագավորական պատկերասրահը բացում է իր դռները ներկայացնելու բացառիկ ցուցահանդես, որը ներկայացնում է թագուհու 70-ամյա գահակալության յուրաքանչյուր տասնամյակի խորհրդանիշ դարձած զգեստները։ Առանցքային թեմաներից մեկը դիվանագիտական զգեստավորումն է։ Յուրաքանչյուր պետական այցի ժամանակ նրա հագուստը ներառում էր տվյալ երկրի գույները, խորհրդանիշները կամ ազգային ծաղիկները։ Օրինակ Կանադա այցելելիս նրա զգեստը զարդարում էր թխկու տերևը, որպես հարգանքի և բարեկամության լուռ, բայց խոսուն նշան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան և YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։